Ողջույն հարգելի բարեկամներ, դուք կրկին անկեղծ զրույցի եթերում եք, ես Կարինե Վանեսյանն եմ։ Այսօր երբ մեր հայրենիքում չընդհատվող նոր սպառնալիքներ են ծառացել մեր ազգային ինքնության պահպանման, մեր երկրի անվտանգության շուրջ, մայիսյան հաղթանակները կոչ են, որպեսզի մենք կարողանանք շարունակել մեր սրբազան պայքարը, հանուն մեր Արցախի վերադարձի, հանուն մեր նահատակների հիշատակի եւ հանուն մեր երկրի անվտանգ ապագայի։ Այսօրվա մեր անկեղծ զրույցը նվիրվում է մեր պատմական հաղթանակներին, մեր օրյա շարունակական պայքարին եւ նաեւ այն ուժին, որն աննկուն մեզ պահեց հավատը, մեր խաչի զորությունը եւ հոգեվոր անխախտ հիմքը։ Ահա այս կարևորագույն թեմաների շուրջ մենք պիտի զրուցենք Գուգարաս թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ։ Աստված օգնական սրբազան։ Աստված պահապան։ Մայիսյան հաղթանակները ոչ միայն մեր անցյալի փառապանծ էջերն են, այլև մեր հայ ժողովրդի հոգևոր դիմադրության, ինչպես նաև ազգային ինքնության պահպանման եւ ապրելու կամքի դրսևորումները սրբագործված բոլոր ժամանակների մեջ։ Հարաքիլիսա, Բաշապարան, Սարդարապատ, Շուշի հերոսամարտեր, որոնցում կարելի է ասել վերստին վերածնվել է Սուրբ Վարդանանց ոգին, հաղթանակների եւ գիտակցված զոհաբերության մեջ ձևակերպելով պետության գաղափարը։ Սակայն կարելի է ասել, որ Սարդարապատը չավարտվեց 1918 թվականին, այն շարունակվում է այսօր մեր ժողովրդի բարոյահոգեբանական մշակութային եւ հավատքի հենքի մեջ։ Ինչպիսին է եղել մեր հայ հոգևորականների, մեր հայ եկեղեցու դերը մայիսյան հերոսամարտերում, որպես համախմբման, միավորման ուժ։ Նախ շնորհակալություն այս գեղեցիկ պատի առիթի համար։ Կարծես թե օրինաչափություն է մայիսը մեր իրականության մեջ հաղթանակների կերտման գործում։ Սկսած 451 թվականից Վարդանանց ճակատամարտով մինչև եռատոնը մենք ունեցել ենք բազմաթիվ հաղթանակներ։ Հայ եկեղեցին միշտ եղել է այդ հաղթանակների կիզակետում, եթե ոչ գլխում կանգնած 451 թվականին օրինակ Վարդանանց պատերազմի ժամանակ մարտը ղեկավարում էր Վարդան Մամիկոնյանը, բայց այդ մարտից առաջ գիտենք թե ինչ նախընթացներ կային եւ Ղևոնդ Երենցը ինչպես ասպարեզ իջավ։ Եվ իր կամքով հավաքագրմամբ հայ եկեղեցին կաթողիկոսի Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսի գլխավորությամբ վարեցին ամբողջ այդ ճակատամարտը, գիտենք հետագայում էլ հայտնվեցին Տիզբոնի բանտում։ Դրանից հետո ամբողջ դարերի ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ մարտեր, բազմաթիվ հերոսամարտեր, որտեղ որ հոգևորականները միշտ կիզակետում են եղել 1945 թվականի հաղթանակը պետք է ասել, որ այնտեղ շատ մեծ դերակատարություն ունեցավ Գևորգ Չորեքչյան տեղապահ ընտրված ազգնդիր տեղապահը, հետագայում ամենայն հայոց կաթողիկոսը կազմվելով Սասունցի Դավիթ տանկային շարասյունը, որի մեջ Հայաստանում եկեղեցին կարելի ասել անունարանի դեր ունեցավ մայիսյան հաղթանակներում։ Դրանից հետո ապրիլ Շուշիի ազատագրման պատերազմում դարձյալ հոգևորականները այնտեղ են պետք է հիշատակել արժանի գնահատական տալ Վարդգեվ arczepiskopos Մարտիրոսյանին, Տեր Հովհաննեսին, Տեր Կորյունին եւ բազմաթիվ հոգևորականներին, որովհետեւ իրենք կերտեցին այդ պատերազմին, չեմ ասում իրենք կերտեցին, որովհետեւ իրենց այնտեղ լինելը արդեն ոգևորում էր մնացյալին։ Եթե մարդ տեսնում է իր հոգևոր առաջնորդը այդ մարտում է, խրամատի մեջ է, իրենք էլ նետվում են անուրանալի կերպով դեպի մարտը։ Մի տեսակ դրանք դառնում են այդ դրոշակակիրը եւ Փառք Աստծո դրանից հետո էլ թե քարորիա պատերազմում եւ թե այս վերջին պատերազմի ընթացքում մեր հոգեվորականների դերակատարությունը անուրանելի է եղել եւ այդպես էլ կլինի միշտ։ Սրբազան հայր, որքանով է կարևոր պահպանել մայիսյան հաղթանակների եռատոնի խորհուրդը, հատկապես այսօր ազգային կորուստների Արցախի թեկուզև ժամանակավոր կորստի պայմաններում։ Այն ազգը, որը չունի հիշողություն, դատապարտված է մահվան։ Այն անհատը, որը չունի հիշողություն, նաև չունի ազգային պատկանելություն։ Հետևաբար մենք պետք է պահենք, պահպանենք եւ շենացնենք եւ զարգացնենք եւ ոչ միայն մոռանանք։ Եթե պիտի մոռանանք, ուրեմն մենք դատապարտված ենք մահվան։ Այսինքն կորուստի։ Իսկ ինչպես կարելի է վիրավոր սրտով պահպանել հաղթանակի ուրախության խորհուրդը։ Սա մեզ համար դաս պետք է լինի, որպեսզի կարողանանք ել ավելին հոգ տանել, փայփայել մեր երկիրը։ Կարելի է ասել, որ յուրաքանչյուր սերունդ ժամանակաշրջան ունի իր Սարդարապատը։
Ընդունված է ընդհանրապես պատմագիտության մեջ, սկսած ավարայրի ճակատամարտից ասել, որ ավարայրը չի ավարտվել, դեռ շարունակվում է։ Հայոց ավարայրը միշտ շարունակվել է։ Եվ պատմության այսօրը պատմության այդ վկան է։ Իսկ ինչպես կարելի է մեր սերունդներին, մեր նոր սերունդներին դասի արակել այնպես, որովհետև հաղթանակները անցյալում են մնացել, իսկ այսօր եւ վաղը մենք կանգնած ենք մարտահրավերների առջև։ Ընդհանրապես փոքր ազգերին, ինչպեսին մենք ենք, մեզ պետք է նման քաջալերանք։ Եթե մենք փոքր ենք, մեզ գոյատևելու, մեր գոյատևելու միակ միջոցը հայրենասիրությունն է։ Ինչու՞ չէ նաև շովինիզմը, որտեղ փոքր ազգերին գոյատևման միակ սիմվոլը դա է։ Եթե մենք պիտի դուրք տանք օտարածին մտածումներին, երևույթներին, մենք շատ շուտով կուլ կգնանք այդ ամբողջին, որովհետև մենք փոքրաթև ենք եւ չենք կարող այդ մեծաքանակ մտածումների, գաղափարների մեջ կարողանանք մեր ինքնությունը պահենք, եթե մենք կարճացնենք մեր ինքնությանը։ Մեր ինքնությունը, օրինակ, շատ-շատերի համար վիճելի է, բայց մեզ համար դա վիճելի չէ եւ հավատքը, քրիստոնեությունը մեր ինքնության ամենակարևոր գրավներից մեկն է, մեր լեզուն։ Իսկ որտեղ է սահմանը մեր քրիստոնեական արժեքների, խոնարհության եւ հայրենասիրության միջև։ Գիտեք, շատ դժվար բան է քրիստոնեությունը եւ հայրենասիրությունը մեկը մյուսից տարանջատել։ Նրանք մեկը մյուսով շաղկապված են, շաղախված են եւ անքակտելի կապով իրար հետ կապված են։ Որտեղ կա հայրենասիրություն, այնտեղ կա քրիստոնեություն, որտեղ կա քրիստոնեություն, այնտեղ կա հայրենասիրություն։ Եվ ո՞րն է աստվածասեր կյանքի եւ հայրենասիրության միջև անբաժան կապը։ Եթե սիրում ես քո հայրենիքը, ուրեմն սիրում ես քո Աստծուն։ Եթե սիրում ես քո Աստծուն, ուրեմն անպայման սիրում ես քո հայրենիքը, որովհետև այս հողակտորը, այս հողատարածքը մեզ համար սոսկ հողակտոր չէ, հողատարած չէ։ Սա մեզ տրված ավանդ է։ Հայկ Նահապետի կողմից, Հայկ Նահապետին էլ Աստված է տվել։ Մենք հետևաբար պիտի պահենք, պահպանենք, շենացնենք, զարգացնենք, եթե մի օր պիտի կանգնենք Աստծո առջև, գլուխներս բարձր, պիտի Տիրոջ ասենք, ահա այն քանքարը, որ մեզ տվիրեցիր, մենք վերադարձնում ենք ձեզ։ Եթե չպահենք, չպաշտպանենք, ինչ պիտի ներկայանանք Տիրոջ, ինչ պիտի ասենք։ Սրբազան հայր, ինչպես է գնահատում մեր հայ ժողովրդի զգոնության, հոգևոր զգոնության մակարդակ այսօր։ Երկսայրի հարց է, դժվար է միանշանակ պատասխանելը, եւ դրական եւ բացասական։ Բայերկան շատ վատ է, շատ բացասական է ներկայանում եւ բայերկան անկախ իրենցից մարդիկ արթնանում են։ Դանդաղ, բայց արթնանում են, այո։ Եվ ի՞նչն է հիմք ծառայում։ Այրյունը։ Հայի այրյունն է, այո։ Այրյան կանչն է։ Իսկ ինչու է հաճախ երբեմն Աստված թույլ տալիս պատերազմներ, ինչ բանականություն, ինչ տրամաբանություն կա սրա մեջ հոգևոր դիտանկյունից։ Այս ընթացքում միշտ այդ հարցը միշտ տրվում է։ Աստված ինչու է թույլ տալիս պատերազմների, Աստված ինչու թույլ տվեց այս դժբախտությունը, նույնիսկ Աստված ինչու է թույլ տալիս ցեղասպանությունը։ Եվ ուր էր Քրիստոս ցեղասպանության ժամանակ կամ ուր էր Աստված պատերազմի ժամանակ, չէ՞ որ մենք այսքան ժամանակ Աստծուն դիմեցինք, Աստված մեր խնդրանքները, մեր աղոթները չլսեց։ Սակայն մենք մոռանում ենք, որ այդ պատերազմները մենք ենք ստեղծում, Աստված չի ստեղծում։ Ազգերը, ժողովուրդները իրենք են ստեղծում։ Իրեն արհեստականորեն ստեղծվում է, որովհետև Աստված ինչ որ ստեղծեց, Աստվածաշունչը ասում է, որ 7 օրյա ստեղծելու ժամանակ ամենավերջում Աստված ասում է, որ տեսավ ամեն ինչ բարի է։ Աստծո ստեղծագործության մեջ չարը չկա։ Ամեն ինչ դերդաշնակ է եւ բյուրեղի պես մաքուր է։ Հետագայում է, որ Աստծո ներկայությունից երբ որ Ադամ ինք իրեն դուրս դրեց, այսինքն դրախտից դուրս գտնվեց, եւ այդ ժամանակահատվածում մարդը ընկավ չարի հարձակումների տակ։ Եվ ահա այդ չարը գործելով պատերազմներ, տարբեր տեսակի վատ երևույթների արդյունքը եղավ։ Հիմա ցեղասպանությունը նույնպես այդ չարի գործի արդյունքներ։ Եվ շատ հաճախ մարդիկ հարցնում են Աստված ինչու թույլ տվեց, որ այդ ցեղասպանությունը լինի։ Այդ հարցին միշտ հարցով են պատասխանում, երբ որ Քրիստոսին խաչեցին, Աստված համաձայն էր, որ իր որդուն միածի որդուն խաչեն։
Իհարկե ոչ, համաձայն չէր։ Բայց Քրիստոս պիտի խաչվեր, որպեսզի մարդկության մեղքը իր վրա վերցնելով գա մեր խաչի վրա եւ իր հրաշափառ հարության ավետիսով հռչակվեր հաղթանակը մահի նկատմամբ։ Եվ նույն հարցը ասում են, թե ուր էր Քրիստոս, երբ ամբողջ ժողովուրդը խաչվում էր, հայոց Գողգոթան էր բարձրանում։ Միանշանակ Քրիստոս հայ ժողովրդի հետ էր, ապրում էր մեզանից յուրաքանչյուրի մեջ, հատկապես ցեղասպանության ժամանակահատվածում յուրաքանչյուր մարդու հետ Քրիստոս կրկին խաչվեց, որպեսզի այդ ազգը նորից հարություն առնի։ Եվ դրա վառ ապացույցը այսօր մենք խոսում ենք հայերենով։ Այսօր ունենք մեր հայրենիքը, ազատ ապրում ենք մեր հայրենիքում։ Ինչպես կարելի է վերականգնել հաղթանակի հանդեպ ունեցած հավատը, երբ ներկայիս պարտությունները ուղղակիորեն շնչահեղձ են անում ես։ Արժանապատիվ իշխանություն եթե ունենանք, արժանապատիվ մտածելակերպ եւ գաղափարախոսություն։ Ես վստահ եմ, որ այս ամենը շատ շուտով կվերածվի հաղթանակների։ Ունենանք հավատ այդ ամենի հանդեպ։ Փոքր անդրադարձ ունենանք այս անցյալ շաբաթ տեղի ունեցած իրականության մեջ։ Ռուսաստանում տոնակատարում էին Ռուսաստանի մեծ հայրենական պատերազմի 80-ամյակին նվիրված միջոցառումները։ Ադրբեջանի ներկայացուցիչը իրեն թույլ էր տվել անդրադառնալ 20 թվականի պատերազմին եւ ասել էր, որ մենք հաղթել ենք ֆաշիզմին, հայերին ներկայացրել են ֆաշիզմ։ Եվ այնտեղ շատ գեղեցիկ կերպով Հայաստանի ներկայացուցիչը Էդվարդ Շարմազանովը եւ իր գործընկերները շատ գեղեցիկ կերպով ներկայացրեցին, չէ՞, ինչ է պատահել, ինչ է տեղի ունեցել։ Եվ ահա նրանք էլ անակնկալի եկան, որտեղ իրենք վստահ էր, որ ոչ մեկը Հայաստանի կողմից չէր պատասխանելու, դրա համար լկտիացել են, ինչ ուզում խոսում են։ Բայց այդտեղ որ կարողացավ ներկայացնել ազգերի ինքնորոշման հարցը ամենակարևորը դնելով եւ շատ բաներ խոսելով, նրանք կարծես թե հետ քաշվեցին։ Փոքրիկ դրվագ է, չէ՞, մի փոքրիկ հաջողություն կարելի է ասել, եւ տես ինչպեսի մեր բաներում, սոցցանցերում ինչ մեծ ակտիվություն եղավ։ Պատկերացրեք հիմա մեր զինվորը մի փոքրիկ բլուր գրավի, ինչպեսի մեծ խանդավառություն կլինի Հայաստանում։ Եվ դրա հետևից հաղթանակի հետևից գնալու է, որովհետև այդ փոքրիկ լույսը վառվում է մարդու մեջ։ Այդ կրակը վառվեց։ Եթե վառվեց, հանգցնել արդեն չեն կարող։ Սրբազան, իսկ ինչ կարելի է անել, որպեսզի մեր պատմական հաղթական իրադեպերը, հիշողությունները չդառնան որպես սոսկ խոնարհումի առիթ, այլ ուղղակի շարունակական պատասխանատվություն։ Գիտեք, խնդիրը հետևյալն է, այն ազգը, որը չունի անցյալ, նաև չի կարող ունենալ ապագա։ Հիմա մեր հաղթանակները մեզ համար պետք է լինեն դաս լավագույնս կերտելու ապագան։ Եվ չի կարող միայն անցյալով ապրել, չկերտել ապագան։ Հետևաբար մենք տարբերակում պետք է մտցնենք դրանց մեջ։ Մեր ապագան լավագույնս կերտելու համար մենք պիտի դաս քաղենք մեր անցյալից։ Եթե մենք անցյալում ունեցել ենք հաջողություններ, այդ հաջողությունները պետք է զարգացնենք, այլ ոչ միայն մոռացության տալ եւ ոչ միայն դա խոնարհումի կամ հարգանքի համար մի փոքրիկ ազգային կամ կրոնական մեր մտածումներին տուր տանք եւ մոռանանք գնանք, չի լինի այդպես։ Եթե մենք անցյալում ունեցել ենք փառավոր էջեր, ինչպես որ Մովսես Խորենացին է ասում, մենք շատ քաջության, արիության գործեր ենք ունեցել, որոնք արժան են գրի հիշատակի։ Սա մեզ համար միայն հիշատակ չպետք է լինի, այլ ապրելակերպ պետք է լինի, որպեսզի մենք կարողանանք մեր ապագան կերտենք։ Սրբազան, իսկ ինչ գնահատական կտակ մեր օրյա իրականությանը, երբ ազգային եւ հոգեվոր արժեքներն այսօր վտանգի տակ են հայտնվել, իսկ մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին բարբերաբար եւ միտումնավոր թիրախավորվում են։ Ձեր մտահոգությունները ինչ վտանգներ եք տեսնում։ Վտանգները մեծ են, իրոք վտանգները շատ մեծ են, եթե կարողանան այդ կեղծ արժե համակարգերը իրականություն դառնան, ինչը որ արդեն արմատները գծված են եւ կարելի ասել շատ ամուր է դրանց արմատները, իրականություն եթե դարձան մենք չենք ունենա
ապագա եւ չենք ունենա մենք վաղվա մեր տեսլականը, մեր ինչպես որ մենք ցանկացել ենք տեսնել մեր վաղվա ապագան, մեր պայծառ Հայաստանը։ Որոշ ժամանակ հետո այդ կեղծ արժեքների քողի տակ վերանալու են ազգային կրոնական բոլոր բաղադրիչները եւ գալու են նոր արժեքներ, նոր արժեհամակարգ։ Այդ նոր արժեհամակարգը մեզ համար ընդունելի կլինի, չի լինի։ Ես վստահ եմ, որ մեզ համար ընդունելի չի լինի, բայց կարող է որոշ մի շրջանակ կա, որ իրենց համար շատ ընդունելի է, որովհետեւ այդ մարդիկ կտրված են իրենց ազգային արմատներից։ Նրանք չունեն ազգային որովհետեւ մտածելակերպ։ Պետականամետ մտածելակերպ չունեն, որովհետեւ նրանց հիմքը դրսից է։ Ինչպես Աստվածաշունչ Մատյանն է ասում, նրանք այդ չարը եկամուտ էր, դրսից էր, ինքնասպան էր, առաջին մարդասպանն էր։ Նույնն էլ իրենք դրսից ղեկավարվող ուժեր են, կեղծ մարդասիրության, մարդու իրավունքների, ազատության, խղճի ազատության պատրվակի տակ իրենք իրենց քայքայիչ գործունեությունը ծավալում են այսօր Հայաստանում։ Եթե տուրք տանք այս ամենին, նշանակում է, որ վաղը մենք չենք ունենալու Հայաստան։ Բայց եւ այնուամենայնիվ անտարբեր պետք չի լինել այս բարակը։ Բնականաբար ոչ մեկ չպիտի անտարբեր լինի, այլ ընդհակառակը։ Ոչ միայն այդ կառույցներին, այլ այն մարդիկ, ովքեր որ ազգայինը կամ կրոնական ընկալումները մտածում են իբրև հետամնացություն։ Պիտի իրենց տեղը ցույց տալ։ Երբ աղոթքը դառնում է զենք, ո՞րն է այս հոգևոր պայքարի ելակետը եւ հոգևոր ինչ պատգամ կուղայիք մեր ժողովրդին որպես համախմբման անդադար պայքարի կոչ։ Ընդհանրապես աղոթքը ամենամեծ, ամենակարևոր բաղադրիչն է մարդ անհատի կյանքի մեջ, որովհետեւ մարդը ինքը լինելով հոգևոր էակ, ինքը պետք է հոգևոր սնունդ ստանա, իսկ հոգևոր սնունդը դա միակ աղոթքի միջոցով է, որ մարդ անհատը անասանալի Աստծո հետ ունենում է հաղորդակցություն։ Եվ այն մարդը, որը միշտ Աստծո հետ հաղորդակցության մեջ է, նա դառնում է անպարտելի, որովհետև աղոթքը նրան տալիս է այն բոլոր ուժը, շնորհը, խելքը, եւ մարդուն ինչ է պետք, եթե ունի խելք, ուժ, շնորհ։ Ուրեմն այդ մարդը, այդ ազգը, առավել եւս այն ազգը, որը Աստծո հետ հաղորդակցության մեջ է, Աստծո մշտական ներկայության, տեսության մեջ է, այդ ազգը անպարտելի կդառնա աշխարհում։ Այսօր մեր մայիսյան եռատոնի հաղթանակների խորքում հնչում է մի ճշմարտություն, որ մեր ուղին ոչ միայն խաչի ճանապարհ է, այլև հարության։ Ինչպես կմեկնաբանեք։ Ընդհանրապես Քրիստոսի կյանքին անդրադառնալով տեսնում ենք, որ ավագ շաբաթը ամբողջը խաչի ճանապարհ էր։ Ամենուրեք Քրիստոս իր քարոզչության ընթացքում մատնանշում էր, որ պիտի գա ժամանակ, ինքը պիտի չարչարվի, մատնվի, հրյաների կողմից անարգալից խաչի բարձրանա եւ դրանից 3 օր հետո հարություն պիտի առնի։ Եվ այս ամենը տեղի ունեցավ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մատնությունը, չարչարանքը, խաչելությունը, դժոխքի ավերումը եւ դրան հաջորդող մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի շռնդալից հարությունը, որը հաղթանակներ մահվան նկատմամբ։ Մեր ժողովուրդն էլ հիմա ապրում է իր խաչելությունը, հայ ժողովուրդը ապրում է իր խաչելությունը, բարձրացել է հայոց Գողգոթա եւ լիահույս ենք եւ վստահ ենք, որ դրան անմիջապես հաջորդելու է հարություն, այսինքն մեր հաղթանակները։ Եվ պատահական չէ, որ Տիրոջ խաչը հենց մայիս ամսին երևաց Երուսաղեմում երկնակամարի վրա 351 թվականին յուրեղ պատրիարքը նամակ է գրում Կոնստանտին Կայսին եւ նկարագրում է օրը ցերեկով մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խաչապայտը խաչը երևաց Երուսաղեմի երկնակամարում հենց մայիս ամիսն էր։ Ինձ թվում է, որ դրանով է պայմանավորված բոլոր հաղթանակները, մայիսյան հաղթանակները Տիրոջ խաչով։ Եվ Կոնստանտին Կայսն էր, չէ, որ իր մահվան մարջում խաչը վերցրեց ձեռքը եւ ասավ սրանով պետք է հաղթենք։ Եվ խաչը միշտ հաղթության նշան է։
Այսօր, երբ մեր հայրենիքը վիրավոր է, մայիսյան հերոսամարտերը մեզ կոչ են անում չմոռանալ, չվախենալ, չնահանջել, իսկ նորանոր հաղթանակները ծնվում են այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը չի մոռանում իր հավատքը, իր հիշողությունը պատմական, ինչպես նաև սրբությունները։ Քանզի հավատքն է մեզ դարձնում ժառանգորդներ այն մեծ հաղթանակների, որոնց շնորհիվ այսօր ապրում ենք, այսօր գոյատևում ենք եւ շարունակում ենք մեր պայքարը։ Ինչպես ասացինք, եթե մարդը չունի հիշողություն, չի կարող ունենալ ապագա։ Հենց այդ հիշողություններն են, որ մարդուն ձգտում են կերտելու իրենց վաղվա օրը, կերտելու այն վաղվա սպասելի գալիք օրը, որը Տերը խոստացել էր երկնքի արքայությունը։ Եթե մենք այս երկրի վրա չենք կարողանում Տիրոջ պատգամները պահել, ապա ինչպես պետք է արժանանանք երկնքի արքայությանը։ Երկնքի արքայությունը ինչ է իրենից ներկայացնում։ Երկնքի արքայությունը նույնն է, թե մենք այս երկրի վրա մենք մեր երկիրը սիրում ենք, մեր ժողովրդին սիրում ենք, մեր դրացին սիրում ենք, մեր նմանին սիրում ենք։ Մենք ոչ թե եսակենտրոն ենք, այլ Աստծո ստեղծած մարդուն սիրում ենք։ Նշանակում է, որ եթե Աստծուն ստեղծած մարդուն սիրում ես, հոգ ես ստանում նրա նկատմամբ, ուրեմն Աստծուն էլ կարող ես սիրել։ Եթե Աստծուն ասում ես սիրում եմ եւ Աստծո ստեղծագործությունը չես սիրում, նշանակում է Աստծուն չես սիրում։ Հիմա մենք պիտի մեր երկիրը սիրենք, մեր հողը սիրենք, մեր ժողովրդին սիրենք եւ մեր մշակույթը սիրենք, մեր լեզուն սիրենք, որոնցով կարողանանք Աստծուն սիրել։ Սուրբազան հայր, այսօրվա մեր զրույցը հոգևոր եւ պատմական ճամփորդություն էր, շնորհակալություն ենք հայտնում ձեզ այս արժեքավոր եւ հագեցած զրույցի համար, եթե որևէ բան ունեք ավելացնելու այսօրվա խորհրդին, խնդրեմ, կարող եք։ Թող Աստված օրհնի մեր հայրենիքը։ Աստված օգնական։ Աստված պահպան։ Հարգելի բարեկամներ, հիշեցնենք, որ մեր նկարահանող խումբը գտնվում է Գուգարաց թեմի առաջնորդարանում, իսկ մեր այսօրվա զրուցակիցը Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն էր։ Շնորհակալություն ենք հայտնում նաև ձեզ մեր զրույցին հետևողական լինելու համար, կրկին կհանդիպենք անկեղծ զրույցում, անկեղծ եղեք բոլոր դեպքերում։